Արտգործնախարարության համակարգում գործող Հայաստանի դիվանագիտական դպրոցը բարձրակարգ կադրերի պատրաստման լավագույն դարբնոցն է և մասնագետների պնդմամբ դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական ուղին է։ Ուսումնական հաստատությունը բոլորել է իր գործունեության 15-ամյակը և այսօր էլ արդյունավետորեն շարունակում է արտաքին գործերի նախարարության համակարգի համար ապագա արհեստավարժ դիվանագետների պատրաստման գործընթացը։ 2011-ից 24 թվականների ընթացքում Հայաստանի դիվանագիտական դպրոցի վերապատրաստման տարբեր ծրագրերին մասնակցել են ոչ միայն Հայաստանի արտգործնախարարության, այլև պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների շուրջ 500 ներկայացուցիչներ։ 15 տարիների գործունեության ընթացքում դիվանագիտական դպրոցն ունեցել է մեծ ձեռքբերումներ, իսկ վերջին տարիներին սկսել է ոչ միայն վերապատրաստման դասընթացներ առաջարկել մեր հայրենակիցներին, այլև օտարերկրյա դիվանագետներին։ Մեզ մոտ 2 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացներ են իրականացվում Մերձավոր Արևելքի, Հեռավոր Արևելքի, Աֆրիկյան մի քանի պետությունների, Լատինական Ամերիկայի պետությունների երիտասարդ դիվանագետների համար։ Մենք ունենք յուրահատուկ ծրագիր, դասընթացը միջազգային հարաբերություններ և դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացը բաղկացած է և տեսական և գործնական առարկաներից։ Մեզ մոտ դասավանդելու են գալիս աշխարհի տարբեր երկրների առաջնակարգ մասնագետներ և դասախոսներ։ Ուսումնական տարվա ընթացքում իրականացվում է պրակտիկա և ուսումնական այց եվրոպական մի շարք քաղաքներում տեղակայված միջազգային կազմակերպությունների և եվրոպական կառույցների կենտրոնակայաններ։ Դպրոցում սովորողները հնարավորություն են ստանում ներքին հայացք գցել միջազգային կառույցների աշխատանքին, ավելի մոտիկից ծանոթանում դրանց գործունեությանը, ինչպես նաև այցելում են եվրոպական քաղաքներում տեղակայված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ, հանդիպելով դեսպանների և դիվանագետների հետ։ Մեզ մոտ դասավանդվում են միջազգային հարաբերությունների և դիվանագիտությանը վերաբերող հիմնական բոլոր առարկաները՝ միջազգային հարաբերությունների ներածություն, միջազգային իրավունք, միջազգային քաղաքատնտեսություն և գործնական առարկաներ, ինչպիսիք են բանակցային հմտություններ, պետական արարողակարգ, հանրային դիվանագիտություն։ Մեր ուսումնական ծրագրերը մենք համապատասխանեցնում ենք արտերկրի բուհերի ծրագրերին, բովանդակությանը։ Մեզ մոտ գալիս են սովորելու ոչ միայն արտգործնախարարությունում աշխատանքի անցնելու համար, այլ նաև մեր տրամադրած կրթության որակի։ Մեր շրջանավարտները աշխատանքի են ընդունվում ոչ միայն ԱԳՆ-ում, այլ նաև տարբեր այլ կազմակերպություններում, այլ պետական գերատեսչություններում, ինչպես նաև շարունակում են իրենց աշխատանքը գիտության ոլորտում։ Տաթևիկ Պետրոսյանի հավաստմամբ, թեև գոյություն ունի կադրերի պատրաստման որոշակի սահմանափակ թիվ, այդուհանդերձ շրջանավարտների մոտ 90%-ը յուրաքանչյուր տարի համալրում է Հայաստանի դիվանագիտական կորպուսի կազմը։ Մենք հուշագրեր ենք ստորագրել մեր գործընկեր հաստատությունների հետ, տարբեր երկրների դիվանագիտական դպրոցների, ակադեմիաների կամ արտաքին ուսումնասիրությունների ինստիտուտների հետ, ինչպես նաև համագործակցում ենք արտերկրի բուհերի հետ, հրավիրում ենք դասախոսների տարբեր թեմաներով դասախոսություններ կարդալու համար, ինչպես մեր ունկնդիրների, այնպես էլ գործող դիվանագետների և այլ գերատեսչությունների աշխատակիցների համար։ Վահագն Մնացականյանը Հայաստանի դիվանագիտական դպրոցի 2023 թվականի շրջանավարտներից է և այժմ աշխատում է Հայաստանի արտգործնախարարության միջազգային անվտանգության վարչությունում։ Մինչ այդ նա սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետներում։ Ցանկանայի ընդգծել դիվանագիտական դպրոցի բարձր կրթական մակարդակը։ Այստեղ իրապես դասավանդում են աշխարհահռչակ բուհերի, ինչպես նաև հենց տվյալ ոլորտների առաջատար մասնագետներ, ովքեր ունկնդիրների հետ կիսվում են ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև գործնական հմտություններով։ Հավելեմ նաև, որ դիվանագիտական դպրոցը ունկնդիրներին ընձեռում է հնարավորություն ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո աշխատանքի անցնել արտաքին գործերի նախարարությունում իբրև դիվանագետ։ Ուստի բոլոր անձանց, ովքեր հետաքրքրված են արտաքին քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով, խորհուրդ եմ տալիս բաց չթողնել այս հնարավորությունը և հաճախել դիվանագիտական դպրոց։
Շողեր Սահակյանը նույնպես Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտներից է, ավարտել է 2021 թվականին, մինչ այդ սովորել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Նրա ուսումնառության ժամանակահատվածը համընկավ համաճարակի շրջանի հետ, որը մարտահրավերներ բերեց ոչ միայն դպրոցի անձնակազմի, այլև ունկնդիրների համար, բայց դրանք հաղթահարվեցին եւ Սահակյանն այժմ աշխատում է արտգործնախարարության մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչությունում։ Դիվանագիտական ծառայության անցնելուց հետո հնարավորություն ընձեռեց աշխատանքային փորձաշրջան անցնել Ժնևում, Ժնևի միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում եւ աշխատանքային փորձաշրջանս համընկավ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի հետ, որի ընթացքում մասնակցեցի նստաշրջանում մշտական ներկայացուցչության աշխատանքներին։ Վահրամ Մղդեսյանը դիվանագիտական դպրոցն ավարտելու է այս տարի եւ մտադիր է աշխատանքի անցնել արտգործնախարարությունում։ Մինչ այդ նա սովորել է Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, մասնագիտությամբ արաբագետ է։ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները ունեն բացառիկ հնարավորություն ստանալու բազմաբովանդակ գիտելիքներ, ինչպես նաև շփվելու ոլորտի լավագույն օտարերկրյա մասնագետների հետ։ Դիվանագիտական դպրոցը հաջող ավարտելու պարագայում հույս ունեմ անցնել աշխատանքի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում եւ գործունեությունս ծավալել մասնագիտությանս համապատասխան։ 16 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանի դիվանագիտական դպրոցը սկսեց իր գործունեության նախապատրաստական աշխատանքները, իսկ այսօր արդեն դարձել է մեր երկրի հաստատուն եւ կայուն զարգացող ուսումնական հաստատություններից մեկը։ Մանվել Մարգարյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։